Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա մեկնարկեց ԵԱՀԿ 32-րդ նախագահական համաժողովի պաշտոնական բացման արարողությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շփումներ է ունենում մասնակից պետությունների գործընկերների հետ։ Ուշագրավ էր Հայաստանի և Հունգարիայի գործընկեր նախարարների հանդիպումը։ Նախարարները վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում տեսնում են դրական դինամիկա։ Երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանություններ հիմնվեցին։ Տարածաշրջանային համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները գոհունակությամբ նշել են օրերս Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն նոր ռազմավարական գործընկերության օրակարգի հաստատումը, ընդգծելով դրանով նախատեսված ուղղություններով ակտիվ փոխգործակցության հարցում անկեղծ շահագրգռվածությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման ճանապարհին Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Հարավային Կովկասի տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի արդյունավետ իրացումը կարող է վերափոխել տարածաշրջանն ու կարևոր դեր խաղալ փոխկապակցվածության ցանցի զարգացման հարցում։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանն ունեցած իր ելույթում նախարար Միրզոյանը նշեց, որ աշխարհն էականորեն փոխվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո։ Արադ Միրզոյանը կարծում է, որ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում պետությունների ինքնիշխան հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիության եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները ավելի քան երբևէ արդիական են։ Նախարարական խորհրդի 31-րդ հանդիպման ընթացքում իմ վերջին ելույթից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ, որպես ամենանշանակալին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները վերջինիս որպես վկա ստորագրեցին հռչակագիր, որը հաստատեց խաղաղություն ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն եւ պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում։ Վաշինգտոնի հանդիպումը Միրզոյանի գնահատմամբ նաև իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Ըստ նրա, ընդլայնված փոխկապակցվածությունը ներառյալ թրիփ ուղու իրագործումը միտված է Հարավային Կովկասն արդյունավետ եւ անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն, կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ, դրանով իսկ նպաստելով ոչ միայն տնտեսական բարգավաճմանն, այլև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը։ Հաջորդ կարևոր օղակը Միրզոյանը համարում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը, որն էլ իր հերթին կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Այսօր ժողովրդավարությունները Հայաստանի արտգործնախարարի խոսքով բախվում են արագ վերափոխվող մարտահրավերների մի ամբողջ շարքի, որոնք փորձության են ենթարկում ժողովրդավարության դիմակայունությունը թե ներսից եւ թե դրսից։ Խառնածին սպառնալիքներն, այդ թվում ապատեղեկատվությունը, կիբերհարձակումները, արտաքին միջամտությունն ու մանիպուլյացիան, ինչպես նաեւ խոցելիության գործիքավորումը Միրզոյանի կարծիքով նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտները, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը, քայքայելով հանրային վստահությունը եւ բևեռացնելով հասարակությունները։ Մինչ Հայաստանը պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մենք բախվում ենք նման մարտահրավերների աճող ալիքի հետ։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել ընտրական գործընթացը բարձրագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում, համաձայն մեր համոզմունքների, մեր քաղաքացիների ակնկալիքների եւ ԵԱՀԿ մեր պարտավորությունների։ Ապա Վիեննայում Արադ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամին Հադադի, Ալբանիայի արտաքին գործերի նախարար Էլիզա Սպիրոպալի հետ։ Բոլոր հանդիպումներում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, Հայաստանի Հանրապետության դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Իսկ Արադ Միրզոյանի եւ Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։ Արադ Միրզոյանը եւ Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։ Վերջում նախարար Միրզոյանը ներկայացրել է թրիփ ուղի ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքները։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։